Համաձայն եմ, պարոն Պապյան, մասնավորապես երևի բոլորիս հետ դա կատարում, ասենք անցած օր ես տեսնեմ, ասենք ծառայությունա գազի սպասարկման այդ որակի ես ուտես ծառայություն կա, որի համար վճարում են քաղաքացիները, եւ ասենք բերելած ստորագրի դե ես գնացի, բայց ասենք տան անդամներից մեկն է ստորագրում, ոչ տայմն ինչա գրած, ոչինչ գրած չի, այսինքն գոնե սա ապահովենք, որ մեզ բան գրած չլեն, որ հետո այդ գազը ինչ ուզենան անեն, էլի, այսինքն ծառայությունը այդ ձևով մատուցելը պետք է արգելվի, եւ ես ասենք ժամանակներ եմ ասել, պետք է իրենք մի հատ պայմանագիրը թողեն տանը, հետագայում գան ստորագրված ստանան, որովհետեւ գիտեք, այդ շտապելու բրազամեծ հարևանի տունը ուշացանք, բան թույլատվության մեջ ենք ցում քաղաքացիությունը, եւ մենք պետք է կարողանանք թույլ չտալ նաեւ այս միջոցներով կանխել այս հնարավորությունը։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Բագրատյանի բարձրացած հարցի հետ կապված, որը վերաբերում էր հենց կանխարգելիչ միջոցառումներին, պետք է նշեմ, որ եւ հետադարձ ուժին, ճիշտ է, հետադարձ ուժի մասին խոսել այստեղ չենք կարող, բայց այն իրավահարաբերությունները, որոնք շարունակվում են, օրինակ, ծառայությունում են, անորոշ ժամկետով կնքված պայմանագիր է, որտեղ կա անարդար պայման եւ այլն։ Այսպիսի իրավահարաբերությունները, որոնք սկսվել են նախկինում եւ ունեն շարունակություն, Նախ դրանց մասին տեղեկացման շատ լավ գործիք ունենք սպառողի օգնականը, որտեղ անհատական վեճերն են հիմնականում լուծում ստանում եւ դրանց քիչ տոկոսն է դառնում ծանր վարչարական գործիք։ Այսինքն այդպիսի գործիքների միջոցով սպառողները անմիջականորեն կարողանում են շփվել տնտեսավարող սուբյեկտների հետ եւ որպես կանոն առնվազն կեսը, այս պահին ունենք այդպիսի վիճակագրություն ներկայացված բողոքների լուծում է ստացել։ Էլ այստեղ չենք գնում հասկանալու համար իրավական բարդընթացակարգեր, օրինակ նախկինում է սկսվել եւ այլն, որպես կանոն տնտեսավարողները այս հարթակի միջոցով ստացված բողոքների հիման վրա պատրաստական են լինում շատ հարցեր լուծելու։ Այս պահին ունենք 150-ից ավելի սպառողի օգնականով ստացված անհատական բողոքներ, որոնցից կեսից ավելին իմ ունեցած տվյալներով արդեն իսկ լուծում են ստացել, փոխհատուցումներ են ստացել սպառողները իրենց խախտված իրավունքների առանց վարչարական գործիքակազմի, հենց տնտեսավարող սպառող այս միջնորդային գործիքի միջամտությամբ եւ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործառույթներին, մրցակցության սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ունի զգուշացում տալու լիազորություն, որը վերջերս էլ ավելի լայն են կիրառում հենց սպառողների շահերի պաշտպանության ոլորտում եւ այլն, այնպիսի իրավախախտումներ, որոնք դեռևս առերևույթ չեն պարունակում խախտման ամբողջ օբյեկտիվ կողմը, բայց կարող են հանգեցնել այդպիսի խախտումների, մենք կիրառում ենք այսպես գրությամբ կամ ծանոթությամբ զգուշացում տալու ինստիտուտը, որը եւս կանխարգելիչ նշանակություն է ունենում այդպիսի վարքագիծը հետագայում չշարունակելու հարցում։ Շնորհակալություն։ Ես մի ճշգրտող հարց տամ էլ պարոն Բագրատյանի հարցինի շարունակություն։ Եթե օրինակ պայմանագիր է կնքվել անցած տարի 3 տարով, որը որ խախտում է սպառողի իրավունքները եւ այս մեր նոր կարգավորումներին դեմ է գնում։ Հիմա ինչ է լինում այդ պայմանագրերի հետ։ Անտոնյան, ես կարծում եմ յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է ամբողջական վերլուծություն իրականացվի, որպեսզի այս օրենքի կիրառելիությունը պարզվի այդպիսի դեպքերի վերաբերյալ, բայց այս պահին էլ ես կարող եմ նշել, որ սպառողների շահերի հավաքական շահերի պաշտպանության օրենսդրական հիմքերը բավականին լայն հնարավորություններ եւ շրջանակ են նախատեսում, նույնիսկ եթե կոնկրետ իրավախախտման կոնկրետ դրսևորումը այնտեղ չկա նշված, բայց դա խախտում է սպառողների հավաքական շահերը, մենք նախորդ օրենսդրական փաթեթով մեծապես լուծել ենք այդ հարցերը եւ հավանաբար հենց այդպիսի հարցերը կարող են նախորդ կարգավորումների համատեքստում լուծում ստանալ։ Շատ լավ։ Այլ հարցեր արգելի գործընկերներ չկան, ելույթներ նույնպես չկան, ավելացնել բանը պարոն Պապյան։ Շնորհակալություն, ոչ։ Շատ լավ։ Այդ դեպքում մենք պայմանավորենք առաջին ընթերցումից հետո եւ այս նախագծերի մասով պարոն Պապյան վանկանենք եւ զեղչերի մասով էլ կհրավիրենք, եթե հնարավոր լինի փորձենք արագ լինել դեպքում երկու նախագծերը միավորել իրար։ Ովքեր են կողմ, որպեսզի հանձնաժողովը դրական եզրակացություն տա նախագծերի փաթեթին, կողմ միաձայն կողմ եւ ովքեր են կողմ, որպեսզի նախագիծը ներառվի առաջիկա նիստերի օրակարգ, կողմ Էլի միաձայն կողմ հարակից զեկուցողով ով կլինի արգելի գործընկերներ, պարոն Բագրատյանը կլինի։